մանկիկի քնի պայմաններն ու անվտանգությունը։ Անվտանգության տեսանկյունից նորածնի քունը պետք է լինի մեջքի վրա։ Եթե ձեր երեխան քնում է կողքի կամ փորի վրա, ապա դա պետք է լինի միայն ցերեկային ժամերին և ձեր հսկողության տակ։ Կարելի է օգտագործել հատուկ դիրքավորիչներ, գլաններ, որպեսզի փոքրիկը գլխի ծանրության տակ չհայտնվի փորի վրա։ Փորի վրա փոքրիկը կարող է քնել առանց հսկողության միայն այն ժամանակից, երբ ինքնուրույն կարողանա շրջվել փորի վրա և հետ վերադառնալ առանց օտարների օգնության։ Եթե փոքրիկը չի կարողանում քնել մեջքի վրա կամ կամակորում է և հանգստանում միայն փորի վրա, ես խորհուրդ կտայի նրան տանել օստեոպատի մոտ ստուգելու համար, արդյոք կա տոնուս, սեղմվածություն, որոնց պատճառով փոքրիկը անհարմար է զգում մեջքի վրա քնելիս։ Դրեք փոքրիկին մեջքի վրա, նրա գլուխը պարբերաբար թեքեք մի կողմ, հետո մյուս կողմ, ինչպես նաև երեխային կրելու ժամանակ փոխեք ձեռքերը, որպեսզի չձևավորվի գլխի սովորական թեքվածություն։ Մանկական մահճակալում չպետք է լինեն ավելորդ իրեր, միայն ներքնակի ծածկոցը, ձգվող սավանը և վերջ։ Վերմակի կամ ծածկոցի փոխարեն ավելի լավ է օգտագործել քնապարտ։ Եթե օգտագործում եք պլեդ, ապա քնի ժամանակ նրբորեն փաթաթեք փոքրիկին դրա մեջ այնպես, որ ձեռքերով անզգույշ շարժման դեպքում նա չկարողանա իրեն ծածկել դրանով։ Մինչև 2 տարեկան երեխային բարձ պետք չէ։ Մինչև 1 տարեկան երեխայի համար անվտանգության նկատառումներով վերմակ օգտագործել խորհուրդ չի տրվում։ Մահճակալի կողային բարձիկներ օգտագործել պետք չէ։ Դրանք խանգարում են օդի ազատ շրջանառությանը մահճակալի ներսում, ինչպես նաև լրացուցիչ փոշու կուտակման աղբյուր են։ Ինչ վերաբերում է հենց մահճակալին։ Եթե օգտագործում եք օրորոս, ապա 5-6 ամսականից սկսած պետք է փոքրիկին տեղափոխեք մանկական մահճակալ։ Ավելի երկար օրորոց օգտագործելը անվտանգ չէ։ Կան մահճակալ տրանսֆորմերներ, որոնք աղաչում են երեխայի հետ միասին։ Ես նման մահճակալը համարում եմ բավականին շահավետ գնում։